Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, հիմնական ու կարևոր երկու խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը հաճախ մենք ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Կանանց միամսյակի ընթացքում ամեն ինչ մի քիչ այլ է, մենք փորձում ենք ներկայացնել կանանց, ովքեր իրականում կարող են փոխել աշխարհը։ Միշտ տպավորություն է, որ երբես արտահայտություն անում ենք, կանայք փոխում են աշխարհը, խոսքը վերաբերում է ինչ-որ շատ մեծ աշխարհաքաղաքական կամ հեղափոխական փոփոխություններին։ Ոչ, գիտեք, յուրաքանչյուր կին իր ստեղծագործականության, իր տեսակի, իր չհանձնվելու եւ երազանքներին հավատալու շնորհիվ կարող է փոխել աշխարհը։ Ու կանանց միամսյակի ընթացքում ինձ համար շատ հաճելի է, երբ մենք հնարավորություն ենք ունենում այսպիսի կանանց հետ զրուցել, որովհետև նրանց օրինակով շատ շատերը հասկանում են, որ երբեք չի կարելի հանձնվել, որ ինչ որ մի պահ, երբ դու հայտնվում ես ճիշտ այն տեղում, որտեղ պետք է լինես, իսկապես քեզ համար շատ բան դառնում է հաղթահարելի։ Սրանից բացի դուք գիտեք, որ միշտ մենք երկու թիրախ ենք փորձում ընտրել մեր զրույցների համար, որպեսզի երկու առումով նաև մեր հետևորդներին կարողանանք ինֆորմացիա տալ։ Այսօր մենք հնարավորություն ունենք ձեզ տեղեկացնելու, այսինքն ամբողջական տեղեկատվություն տալու մի ընկերության մասին, ով անում է մեր ժամանակում ամենակարևորը։ Մեր ժամանակներում ամենակարևորը հետաքրքիր ու տարբերվող նվերներ գտնելն է։ Գիտեք, ամեն ինչ հիմա կարելի է գնել, ամեն ինչ կարելի է նվիրել, բայց միշտ ու շատ ամենակարևոր բանը իսկապես ճիշտ ժամանակին եւ հատուկ քեզ համար ընտրված նվեր գտնելն է։ Այսօր մենք այս հնարավորությունը կտանք ձեզ, կարծում եմ, տեղեկատվության առումով, որովհետեւ շատ իսկապես տարբերվող հյուր ունենք Elroom-ում, ու ես շատ ուրախ եմ, որ մեր այսօրվա հարցազրույցը, մեր զրույցը տեղի է ունենում Վանաձորում։ Mountree հյուրանոցը գտնվում է Վանաձորից 5 կիլոմետր հեռավորության վրա, Վանաձոր Ալավերդի ճանապարհի աջ կողմում, Փամբակ գյուղի մոտ։ Հետաքրքրող բոլոր հարցերի ու ամրագրումների համար կարող եք զանգահարել։ Գիտեք, բնությունը երևի տրամադրում է, որ ստեղծագործական մի քիչ ուրիշ մտածողությամբ մարդիկ լինեն եւ ամենակարևորը, որպեսզի չհանձնվող տեսակը շատ լինի։ Սիրով այս պահին Elroom-ում նաեւ ձեր անունից ուզում եմ ողջունել Laser Pro ընկերության հիմնադիր տնօրեն Լենա Բաբայանին։ Լենա, շատ ուրախ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր հանդիպել ձեզ, ձեր աշխատանքները Laser Pro-ի այդ edge-ը ուղղակի նայելիս ուսումնասիրելիս հասկանում ես մի բան, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Ողջույն Լիլիթ ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Մասնագիտությամբ մանկավարժեք, Վանաձորի պետական համալսարան եք ավարտել, անգլերենի եւ ֆրանսերենի մասնագետ եք։ Այո, ինչպես նշեցիք, մասնագիտությամբ մանկավարժ եմ, ավարտել եմ Վանաձորի պետական համալսարանի անգլերեն լեզու եւ գրականություն ֆակուլտետը։ Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել եմ մասնագիտությամբ, սակայն բիզնեսի եւ ստեղծագործելու նկատմամբ հետաքրքրությունը ինձ բերեց այս ոլորտ, ձեռնարկատիրական ոլորտ, ինչպես նշեցի, մասնագիտությունը, իմ կրթությունը մանկավարժական է, բայց կարծում եմ, որ ցանկացած կրթություն մարդուն օգնում է ստեղծել մտածելակերպ, հաղորդակցվել եւ օգնում է նաեւ ճիշտ աշխատել մարդկանց հետ, ինչը նաեւ շատ կարեւոր է բիզնեսի մեջ։ Այո, նշեցիք հետաքրքիր բան, մտածելակերպ, այո, իսկապես աշխարհայացքը լայնանում է։ Այսօր դուք Laser Pro ընկերությունը հիմնադիրն եք, 2015-ին եք այդ որոշումը կայացրել։ 2015 թվականին, այս տարի արդեն 11-րդ տարին է լրանում։ 11-րդ տարին է այս տարի Laser Pro ընկերության, բայց այստեղ նաև մենք իհարկե ընթացքում կտեսնենք, որոշ կադրեր այդ մասին կխոսենք տեսականում, բայց այստեղ հասկացվում է, որ դուք միշտ սիրել եք յուրահատուկ ինչ-որ բան ստեղծել։ Այո, դա նաև կապված է իմ համաստեղության նշանի հետ, համաստեղությամբ ձուկ եմ եւ չգիտեմ որքանով եք տեղյակ, բայց ձկները սիրում են ստեղծագործ աշխատանքը, կարծում եմ հենց դա էլ նպաստեց, որ հետաքրքրությունը ել ավելի մեծացավ հենց այս ոլորտի հանդեպ։
Այո, բայց ամեն դեպքում դեռ 2015-ին շատ դժվար էր այդ որոշումը կայացնել, ստեղծել ինչ-որ մի ուղղություն, այն էլ հենց այսպիսի։ Բայց գաղափարը միայն ձերը չէր, ընտանեկան բիզնես է։ Իրականում ամեն ինչ սկսվեց մի փոքրիկ գաղափարից, որը ծագեց ամուսնուս մոտ, եւ երբ հետաքրքրվեցինք, ուսումնասիրեցինք տվյալ ոլորտը, ինձ մոտ շատ մեծ հետաքրքրություն առաջացավ, ու այդպես այդ փոքր գաղափարը ժամանակի ընթացքում դարձավ սիրելի գործ, եւ այսօր մենք արդեն ունենք մեր սեփական արտադրությունը Վանաձորում։ Ահա, եւ այդ որոշումը փաստորեն հենց Վանաձորում հիմնադրել ու զարգացնել, սա էլ ձեր եւ ձեր ամուսնու իրականում մեզ համար շատ կարևոր էր, որ արտադրությունը հիմնենք հենց Վանաձորում, քանի որ կարևորում ենք բիզնեսների զարգացումը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Ինչպես գիտեք, Վանաձորը ստեղծարար մարդկանց քաղաք է եւ մեզ համար շատ հպարտալի է աշխատել հենց այդ մարդկանց միջավայրում։ Այդպիսի արտահայտություն կա, չէ՞, միշտ խոսում են Գյումրիի եւ Վանաձորի մասին, ասում են, եթե ստեղծագործական ինչ-որ բան էս երկու քաղաքներում ընդունվեց, նշանակում է երկար ճանապարհը երաշխավորված է։ Լազար Պրոյի փաստորեն տեսականին ընդունվել է Վանաձորում, Գյումրիում, Երևանում, արդեն այս տարիների ընթացքում պարզ է, որ սահմանները ըստ էության գոյություն չունեն։ Ես գիտեմ, որ շատ են նաեւ դրսից պատվերները, քանի որ դուք նաեւ բիզնես մտածողության առումով շատ ճկուն եք, հնարավորություն ունեք ստեղծել Վանաձորում, բայց ամբողջ աշխարհում տարածել։ Այո, գիտեք, ժամանակակից տեխնոլոգիաները եւ on-line հարթակները ապացուցում են, որ անգամ աշխատելով մարզից կարող ես պատվերներ գրանցել ողջ Հայաստանից եւ անգամ Հայաստանի սահմաններից դուրս, եւ դրա վառ ապացույցը հենց մեր ընկերությունն է։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք իհարկե հեռախոսահամարը, դուք տեսնում եք կոորդինատները, որով կարելի է պատվիրել, եթե Վանաձորում են բնականաբար Վանաձորում գիտեն նաև գրասենյակը, բայց կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ իսկապես որևէ սահման նշել հնարավոր չէ, այսպես սահմանափակը, եթե դուք ուզում եք գնել այնպիսի նվերներ, հա, մատուցել այնպիսի անակնկալներ, որ միշտ հիշվի, որ լինի հատկապես եւ միայն ձեր անունից, հատկապես եւ միայն նրան, ում համար նախատեսված է, կարծում եմ, որ այս հեռախոսահամարը ձեզ իրականում շատ անհրաժեշտ պիտի լինի։ Գիտեք, հիմա կարելի է շատ տեղերում ինչ-որ բան այսպես անհատականացված գտնել, բայց որպիսի այս արտադրանքը նաև ունենա ձեռագիր, այդպիսի օրինակները շատ չեն։ Դուք կարող եք մեկ անգամ գնել ու հասկանալ, որ Լազար Պրոյի արտադրանքը որևէ ուրիշ ընկերության արտադրանքի հետ իսկապես չեք կարող շփոթել։ Լենա, պիտի խնդրեմ մի քիչ տեսականու մասին խոսենք, որովհետև ես գիտեմ, որ տեսականին շատ լայն է, փոքր, մեծ, նկարի շրջանակներից մինչև պատիժամացույց, գրիչներ, մանկական լուսամփոփ եւ նաեւ այստեղ շատ կարեւոր է այդ կանացի շատ հետաքրքիր ինչ որ նրբություններ նկատվում են, նույնիսկ էջում կարելի է սա նկատել։ Այո, ինչպես նշեցիք, տեսականին իսկապես շատ լայն է։ Աշխատում ենք տարբեր նյութերով, սկսած նրբատախտակից, օրգանական ապակուց, ավարտած կաշվե իրերի վրա ուրեմն փորագրություններով։ Տեսականին, ինչպես նշեցիք, դրանք անվանական իրերն են, նվերները, հուշանվերները։ Մարդիկ մեզ են վստահում իրենց հատուկ օրվա, հատուկ իրադարձությունների մի փոքրիկ հուշը, սկսած օրինակ հարսանեկան արարողություններից, մկրտություններից, տարբեր ուսումնական հաստատությունների համար միջոցառումներից, փառատոններից կամ պարզապես սիրելի մարդու համար յուրահատուկ նվեր ընտրելու համար մարդիկ դիմում են մեզ։ Բայց երևի փոքրիկների համար նախատեսված տեսականին այստեղ միշտ մի քիչ տարբեր է։ Ինձ համար բոլոր ժամանակների ֆավորիտը հենց մանկական տեսականին է, մանկական շրջանակները իմ ամենասիրելի արտադրանքն է, քանի որ հենց այդ տեսականուց ենք սկսել մեր գործունեությունը եւ շատ հաջողված է եղել։ Մեզ իրականում մեծ ճանաչում բերել են հենց մանկական շրջանակները։ Այո, մանկական շրջանակները այն ամենն ինչ պետք է ձեր փոքրիկը, որպեսի տասնամյակներ հետո
բացի, տեսնի եւ հասկանա ինչ մեծ սիրով են իրեն սպասել, ինչ մեծ սիրով են նշել իր յուրաքանչյուր առիթը, սրանք շատ կարեւոր բաներ են, դուք հիմա 1-2 տարբերակ տեսնում եք, ավելի մանրամասն կարող եք էջում էլ տեսնել եւ պատվիրել, որովհետեւ սրանք հիշողություններ են, որոնք միշտ մնում են երեխայի հետ։ Դուք պատկերացնում եք, երբ նա իր երեխային ցույց տա, թե ինչպես են սպասել իրեն իր սենյակում։ Իրականում մեզ համար մեկ նպատակն է ստեղծել այնպիսի նվերներ, որոնք հաճախորդին նաև կփոխանցեին հույզեր, էմոցիաներ։ Եվ նաև շատ կարևոր առանձնահատկություն, շատ արագ, այսինքն ճկուն նաև կապը։ Սա նույնպես դուք եք ապահովում, թե թիմն է աշխատում, որովհետև մի քանի օրում փաստորեն հնարավոր է պատվերը հասնի պատվիրատուին։ Այո, մի փոքր ներկայացնեմ այդ process-ը։ Պատվերները մեզ մոտ ուրեմն պատրաստվում են 1-ից 2 աշխատանքային օրվա ընթացքում, կախված բարդությունից։ Իհարկե անընդհատ կատարելագործվելով, նոր սարքավորումներ ձեռք բերելով, մենք այդ ժամանակահատվածը պատրաստման փորձում ենք մաքսիմալ կրճատել, սակայն պիտի նշեմ, որ արագ պատրաստման գործընթացը երբեք չի ազդում որակի վրա, եւ ունենք առաքման ծառայություն, երբ պատվերը Վանաձորից չէ, Հայաստանի ցանկացած կետից, մենք առաքումը իրականացնում ենք HiPost-ի միջոցով։ Այո, այդ տարբերակով պատվերը հասնում է հաճախորդին 2-ից 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Բայց համագործակցում ենք նաեւ տարբեր առաքման ծառայությունների հետ, քանի որ լինում են պահեր, երբ հաճախորդը չի կարող սպասել այդ 2-3 օրը, անհապաղ է պետք պատվերը իրեն հասնի, այս պարագայում աշխատում ենք առաքման ծառայությունների հետ եւ մաքսիմալ արագ պատվերը հասնում է հաճախորդին։ Այո, մաքսիմալ արագ, ամեն ինչ ճշգրիտ, այսպես հետևողական։ Ես գիտեմ, որ հիմա արդեն շուտով վերջի զանգի այդ արարողություններն են, շատ հետաքրքիր տարբերակներ ունեք նաեւ, հա, դպրոցին հրաժեշտի այդ արարողության։ Շատ հետաքրքիր տարբերակներ ունենք կրծքազարդերի, այս շրջանում հիմնականում զբաղվածությունը դրանով է։ Այո, իսկ Վանաձորում փաստորեն գրասենյակը գործում է, կարող են տեղում արդեն գան գրասենյակը եւ արտադրամասը գտնվում են Վանաձորում, ինչպես նշեցի, պատվերները ընդունում ենք թե on-line, թե off-line տարբերակով։ On-line պատվերները գրանցում ենք սոցցանցերում մեր էջերի միջոցով, իսկ off-line պատվերները արդեն մարդիկ կարող են մոտենալ գրասենյակ եւ մեր աշխատակիցների հետ քննարկման արդյունքում պատվերը կատարել։ Իմ կարծիքով բիզնեսի հաջողության հետևում կանգնած է ուժեղ թիմը։ Ես շատ եմ կարևորում եւ գնահատում իմ թիմակիցներին, քանի որ յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունի մեր բիզնեսի զարգացման մեջ, երբ մարդ իր աշխատանքը կատարում է սիրով եւ մեծ պատասխանատվությամբ, արդյունքը ել ավելի լավն է լինում։ Բիզնեսը դա մեկ մարդու հաջողություն չէ։ Բիզնեսի հետևում կանգնած է մի ամբողջ թիմի աշխատանք։ Այո, իսկապես թիմի աշխատանքը, բայց նաև այդ գաղափարը շատ մեծ սեր է դրված ձեր այս բիզնեսի հիմքում եւ սա այո, համաձայն եմ։ Փաստորեն Լազար Պրո ընկերությունն է, որի հիմնադիր տնօրենն է Լենա Բաբայանը եւ իր ամուսնու գաղափարով, այսինքն այսպես հիմնադրել են ընտանեկան բիզնեսը, արդեն 11 տարեկան է, 11-րդ տարին է։ Եվ ես հասկացա, որ դուք նաև 2 հրաշքների մայր եք եւ ձեր որդին եւս 11 տարեկան է։ Այո։ Ինչպես է սա հնարավոր։ Հենց այդ շրջանում որդից նոր էր ծնվել, երբ այս գաղափարը ղացավ եւ սկսեցինք աշխատել։ Այո, փաստորեն այն արտահայտությունը, որ կնոջ համար անհնարին ոչինչ չկա, դուք մեկ անգամ եւս փաստում եք։ Այո, համամիտ եմ ձեզ հետ։ Իրականում միշտ չէ որ հեշտ է համատեղել բիզնեսը, ընտանիքը եւ երեխաների խնամքը, բայց երբ ունես կողքիդ թիմ եւ ընտանիքի աջակցություն, ամեն ինչ հնարավոր է դառնում։ Ամեն ինչ հնարավոր է։ Կարծում եմ ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունքում հասել ենք նրան, որ ինձ համար այսօր դժվարություն չի ներկայացնում ապրել այս ռիթմով եւ համատեղել ընտանիքը, բիզնեսը եւ երեխաների խնամքը։ 11 տարեկան է ձեր որդին եւ դուստրը 6 տարեկան, Աստված պահի Լենա, ու շատ հետաքրքիր է, որ երբ ասում են դե երեխաները մի քիչ մեծանան, հետո կմտածեմ, այսինքն իհարկե մտածել եք համատեղ ձեր ամուսնու հետ, բայց հնարավոր է իրականացնել եւ դրանք մեկը մյուսից ժամանակ չեն տանում, այլ երևի էներգիա են տալիս մեկը մյուսի
Մայրցի համար։ Ես հասկանում եմ, որ ձեր նաև որդու հետ է կապված, որ մանկական տեսականին էր առաջինը։ Իրականում հենց սկզբում յուրաքանչյուր օրինակ հենց իր անունով էինք պատրաստում, հենց իր տվյալներով։ Երբ հավատում ես գաղափարին, աշխատում ես սիրով եւ հավատով, ամեն ինչ հնարավոր է դառնում։ Այո, իսկ անվանումը ինչպես այդ որոշմանը եկաք։ Անվանումը, տեսեք, երբ որոշում էինք ինչ անվանում ընտրենք, մեզ համար շատ կարևոր էր, որ իր մեջ այն արտահայտի եւ աշխատանքի տեխնոլոգիան եւ պրոֆեսիոնալ մոտեցումը մեր աշխատանքին, այդպես լազերը դա մեր աշխատանքի տեխնոլոգիան է, քանի որ աշխատանքի ընթացքում մենք օգտվում ենք տարբեր լազերային սարքավորումներից, իսկ պրոն դա պրոֆեսիոնալիզմն է։ Մենք փորձում ենք յուրաքանչյուր իր պատրաստել որակով եւ ստեղծարար մոտեցմամբ։ Այսպես Laser Pro անվանումը կարելի է ասել, որ իր մեջ խորհրդանշում է երկու բան՝ տեխնոլոգիա եւ պրոֆեսիոնալիզմ։ Ի սկզբանե մեզ համար շատ կարևոր է եղել, որ մեր բրենդը մարդկանց մոտ ասոցացվի նախ եւ առաջ որակի, ստեղծագործ մտքի եւ վստահության հետ։ Այստեղ հետաքրքիր է, շատ տարբերվում են ձեր աշխատանքները, հատկապես օրգանական ապակու վրա, երբ նայում ես, իրականում այստեղ շատ տարբերվում են, որովհետև ես հասկանում եմ, որ սա ավելի բարդ ոլորտ է, հա, այստեղ միշտ չի, որ այսպես բոլոր գծերը, հա, հեշտ է այդպես ստանալ եւ այլն, այս արդյունքին ինչպես եք հասել, հենց սկզբում թե ավելի դժվար։ Գիտեք, բնականաբար, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ մեր բիզնեսում եղել են դժվարություններ, բայց տարիների ընթացքում այդ դժվարությունները դարձել են փորձ, ել ավելի զարգանալու, կատարելագործվելու եւ ուժեղանալու համար։ Ինչպես եք վերաբերում առհասարակ մրցակցությանը։ Իրականում մրցակցությանը շատ դրական են վերաբերվում, առողջ մրցակցությանը։ Կարծում եմ, եթե չլիներ մրցակցություն, մենք չէինք զարգանա։ Ամենակարևորը մեզ համար առանձնանալ որակով եւ անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր պատվերին եւ հաճախորդին։ Ես հասկանում եմ, Լենա, որ դուք բավական այսպես, քանի որ ստեղծագործական առումով այդ մտքերը, մտահղացումները ձերն են, բավական հանդարտ եք վերաբերում նաև կրկնօրինակումներին, որովհետև շատ գաղափարներ այստեղից ես տեսնում եմ, որ բնականաբար արդեն տարվում են։ Իրականում սկզբում շատ ծանր էի տանում, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ դա նորմալ է։ Այո։ Կրկնօրինակում են լավագույններին։ Կանայք կան, որ մտածում են, որ ավելի լավ է էներգիան նոր գաղափարներ հղանալու վրա ծախսել, քան պայքարել մյուս գաղափարները պահելու, հեղինակային իրավունքը հաստատելու։ Դուք էսպես եք մտածում։ Այո, իմ տեսանկյունը սա է։ Այո, իսկ ինչպես եք կարողանում, հա, այդ էներգիայի աղբյուրը ձեր որն է, ես հասկանում եմ, որ երեխաները, բայց Հենց երեխաներն են այդ էներգիայի աղբյուրը, հենց նրանք են ինձ ոգևորում, մոտիվացնում, ինչպես նաև բիզնեսի ճանապարհին ընտանիքի աջակցությունը նաև շատ մեծ կարևոր դեր է կատարում, երբ քո կողքի մարդիկ հավատում են քեզ եւ քո արածին, դա շատ մեծ ոգևորություն եւ մոտիվացիա է քեզ տալիս զարգանալու եւ առաջ գնալու համար։ Այո, իսկ ինչ վերաբերում է ժամանակին, հա շատ ժամանակ եք ծախսում այստեղ մեր թիմի շնորհիվ, էլի եմ ասում, հասել ենք այն բանին, որ ամեն ինչ կարողանում ենք այնպես կազմակերպել, որ թե ժամանակ խնայենք, թե էներգիա։ Ես գիտեմ, որ նաև տարբեր հարթակներում, հա, առաջ խաղացմանը նպաստող շատ հետաքրքիր այսպես մեծ քայլերով եք առաջ գնում։ Ես գիտեմ, որ Wildberries-ում էլ արդեն հնարավոր է այս հարթակում նույնպես վաճառվում է արտադրանքը, այսինքն սա նշանակում է որակի որոշ կարևոր այս նշաձողերը հաղթահարել եք։ Դուք եք զբաղվում այս։ Այո, ես եմ զբաղվում։ Գիտեք, քանի որ կարծում եմ, որ պետք է քայլել ժամանակին համընթաց, ես հասկացա, որ մեր բիզնեսը պետք է բերել նոր մակարդակի, զարգացնել ոչ միայն տեղական շուկայում, այլև on-line հարթակներում։ Այո։ Եվ այդպես սկսեցի ուսումնասիրել տարբեր marketplace-եր, ինչպես գիտենք, այսօր մեր առօրյա կյանքի անբաժան մասն են դարձել, եւ հասկացա, որ մեր արտադրանքը պետք է նաեւ ներկայացնել այդ հարթակում։ Իրականում դժվար էր սկզբնական շրջանում, քանի որ սա նոր ոլորտ էր, պետք էր հասկանալ, թե այս համակարգը ինչպես է գործում, ինչպես ճիշտ ներկայացնել մեր արտադրանքը, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ սովորեցինք եւ արդեն շուրջ 2 տարի է
ակտիվ գործունեություն ենք ծավալում նաև այս ոլորտում։ Ինձ համար շատ մեծ հպարտություն է, որ մեր հայկական արտադրանքը ներկայացնում ենք ավելի լայն շուկաներին, այսինքն Հայաստանում ստեղծված, ավելի ճիշտ Վանաձորում, մարզում ստեղծված արտադրանքը հետաքրքրում է նաև մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Սա նաև շատ մեծ մոտիվացիա է ինձ համար, որպեսզի ել ավելի զարգանանք, կատարելագործվենք, ստեղծենք նոր պրոդուկտներ եւ հայկական արտադրանքը ներկայացնենք ավելի լայն լսարանին։ Այո, եւ արձագանքները փաստորեն այստեղից նոր գաղափարներ նաեւ, չէ՞, որովհետեւ տարբեր շուկաներ են, տարբեր լսարաններ են, այդ լսարանին համապատասխան արտադրանք պիտի ստանանք։ Այո, իսկ առհասարակ ձեր տեսակով սիրում եք այսպես, երբ ինչ-որ բան չի ստացվում, մտածում եք, որ այս տարբերակով չստացվեց, սիրում եք ելքեր գտնել, թե մտածում եք շրջանցել։ Այդ հարցում շատ կարևոր է ամուսնուս դերը, ինքն է ինձ օգնում ելքեր գտնել, երբ հուսահատվում եմ եւ չեմ հասկանում ինչպես առաջ շարժվել, այդ պահերին հենց իր աջակցությունն է օգնում, որպեսզի հաղթահարեմ դժվարությունները եւ քայլեմ առաջ։ Երբ հուսահատվում եք, ամուսինը կարողանում է այդ վիճակից ամեն ինչ իր տեղն է գցում։ Այո, ամեն ինչ իր տեղը։ Իսկ դուք տարբեր հանգստի, էներգիա ստանալու ինչ աղբյուրներ ունեք, սիրում եք, չգիտեմ, սպորտով զբաղվել, ճանապարհորդել, որն է ձեր սիրելի էներգիա ստանալու աղբյուրը։ Այո, սպորտով եմ սիրում զբաղվել, շատ սիրում եմ ճանապարհորդել, ճանապարհորդություններից ինձ հետ բերում եմ նոր գաղափարներ, ստեղծելու, արարելու, զարգանալու նոր մոտիվացիա է ինձ համար ճանապարհորդությունը։ Ինչպես նաև երեխաների հետ ժամ անցնեմ շատ կարևորում, քանի որ թե իմ, թե ամուսնուս առօրյան բավականին բազմազբաղ է, ազատ ժամանակը փորձում ենք մաքսիմալ անցկացնել բալիկների հետ։ Այո, բնականաբար ես Լենա ձեզ այդ զրույցից արդեն հասկանում եմ, որ կարող է ժամանակը քիչ է, բայց շատ որակյալ ժամանակ եք նաև կարողանում իսկապես երեխաների հետ անցկացնել։ Ասում եմ, որ այդ ստեղծագործելու կարողությունը մարդուն նաև ստիպում է, ինչպես են ասում, չհոգնել, հա, ավելի շատ էներգիա ունենալ արարելու համար։ Կա այդպիսի բան, երբ նոր ինչ-որ մի գաղափար եք ունենում, կարծեք այդ օրվա ամբողջ հոգնածությունը այլևս այսպես գերիշխող չի։ Այո, համամիտ եմ, երբ ինչ-որ նոր պրոդուկտ ենք ստեղծում, մտքովս ինչ-որ նոր բան է անցնում, որքան էլ ծանրաբեռնված ու հոգնած լինեմ, արդեն թիմս էլ գիտի, եթե իմ մտքով ինչ-որ նոր բան է անցել, անհնար է ես թողնեմ հաջորդ օրվան։ Ահա, չեք սիրում հետաձգել։ Չէ, չեմ սիրում, պիտի հենց այդ պահին պատրաստենք, որպեսզի ես տեսնեմ օրինակը, իմ մտքի թռիչքը տեսնեմ, ինչ արդյունք է տալու։ Ձեր տեսականին մարդկանց հաճելի պահեր պարգևելու համար է, ինչ որ ավելի մեծ շատ դեպքերում անակնկալներ, հա, նվերների եւ այլն։ Այ զգացողությունը, ինչպիսի զգացողություն եք ունենում, երբ դուք գիտեք, որ մարդիկ մեզ դիմում են, երբ ցանկանում են յուրահատուկ նվեր մատուցել սիրելիին կամ իրենց յուրահատուկ իրադարձությունների համար, եւ վերջում տեսնում եմ արձագանքը մարդկանց եւ շնորհակալական խոսքերը, դա ինձ համար ոգեշնչման մեծ աղբյուր է, հասկանում եմ, որ մեր արտադրանքը, մեր պատրաստած փոքրիկ իրը իրենց հատուկ օրվա մի մաս է կազմել։ Այո։ Եվ դա շատ հաճելի է եւ մեզ ոգեշնչում է, որպեսզի շարունակենք զարգանալ եւ ստեղծել նոր գաղափարներ։ Յուրաքանչյուր բիզնես ինչ որ առումով արտացոլում է, հա, իր հիմնադրին, ստեղծողին, այն մարդուն, ում մտքում այդ գաղափարը ծագել է։ Եվ այստեղ ամեն ինչից, հետաքրքիր մտքերից, պրոֆեսիոնալ իրականացումից զատ շատ կարևոր մի բան կա, դա էներգիան է, որովհետեւ մարդը ով սիրում է անակնկալ մատուցելով սիրում է, որպեսզի անընդհատ մարդկանց դրական էմոցիաներ տալ, այս մարդու էներգիան որպես կանոն շատ դրական է լինում եւ այն անպայման փոխանցվում է։ Այստեղ Laser Pro ընկերության տեսականին իսկապես շատ հետաքրքիր, շատ տարբերվող, միևնույն ժամանակ մենք մի քանի օրինակներ դուք տեսաք, բայց ամեն ինչի մեջ այստեղ կա մտաղացում է դրված եւ ամեն ինչի մեջ կա մի փոքր էներգիա, դրա
էական, որը կարող է իրականում մեծ հաջողության եւ մեծ հաղթանակի նաեւ զգացողություններ տալ ձեզ, այնպես որ ես առաջարկում եմ էջը ուսումնասիրել եւ Լենա, ուզում եմ հասկանալ, այսինքն եթե ինչ որ գաղափարներ ունեն պատվիրատուները, կարող են ձեզ հետ խորհրդակցել դա իրականացնել։ Իհարկե, դա անբաժան մասն է կազմում մեր աշխատանքի։ Հաճախորդը կիսվում է իր գաղափարներով մեր դիզայների հետ եւ ընդհանուր քննարկման արդյունքում ստանում են էսքիզը, համակարգչային տարբերակը վերջնական հաստատելուց հետո նոր արդեն անցնում ենք տվյալ պրոդուկտի պատրաստմանը։ Այսինքն հաճախորդ մասնագետ կապը միշտ գործում է, անընդհատ քննարկումների մեջ են լինում մեր դիզայների հետ, որպեսզի ստանանք այն, ինչ հաճախորդը ուզում է։ Ասում եմ, որ տոները մարդկանց եւ հատկապես կանանց համար ինչ որ առումով ետ նայելու, գնահատելու, նոր ծրագրեր ու նոր գաղափարներ կազմելու համար են։ Կանանց միամսյակն է, ես ձեզ ուզում եմ շնորհավորել եւ կարծում եմ, որ նաեւ ինչ որ առումով նոր գաղափարների շատ հարմար շրջան է։ Ինչ որ նոր բաներ ունեք, որոնց մասին արդեն կարող եք խոսել, թե Այո, իհարկե, ունենք տեսականի, թե մարտի 8-ի հետ կապված, թե ապրիլի 7-ի հետ կապված մայրիկներին, քույրիկներին, համադասարանցիների համար նախատեսված նվերներ այս շրջանում շատ ակտուալ են, նաև դասարանային պատվերները մեզ մոտ, տղաների, աղջիկների համար, այդպիսի պատվերներ են անում կորպորատիվ։ Այո, ունենք շատ լայն տեսականի առկա, որոնցից կարող են հաճախորդները ընտրել կամ իրենց նոր գաղափարը առաջարկել, մենք սիրով իրականացնում ենք ցանկացած գաղափար։ Այո, եւ շատ կարճ ժամանակում, բայց ամեն դեպքում լավ մեծ գաղափար ունենալու ինչ որ բան այսպես հետաքրքիր մտածելու դեպքում շուտ է պետք դիմել ավելի։ Ցանկալի է մի փոքր շուտ, քանի որ այս շրջանում բավականին ծանրաբեռնված ենք, ցանկալի կլինի հնարավորինս շուտ դիմեն։ Շատ շնորհակալ եմ, Լենա, ինձ իրականում շատ հաճելի է, ես ուզում եմ, որպեսզի միշտ այսքան դրական ձեր տեսակով եւ անընդհատ նոր գաղափարներով, որովհետեւ մարդը ով ունի անընդհատ ստեղծագործելու այդ ունակությունը, կարողությունը, միտքը երբ անընդհատ աշխատում է, կարծես կյանքում բոլոր երևույթներին ավելի հեշտ է նայում եւ նաեւ հնարավորություն է տալիս իր շուրջը գտնվող մարդկանց մտածելու, որ իսկապես ամեն ինչ հաղթահարելի է, եթե խնդիր այն ուղղակի պետք է լուծել եւ շարունակել վայելել կյանքը։ Այո, կարևոր է սիրել այն, ինչով զբաղվում ես եւ հավատալ սեփական ուժերին։ Ահա, շնորհակալ եմ եւ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։ Մենք այսպիսի անակնկալ դեռ երբեք չէինք ստացել, իրականում շատ շնորհակալ եմ։ Մենք Laser Pro-ի կողմից այսպիսի հաճելի բացառիկ, ինչպես ասում են, նվեր ստացավելրումը այսուհետ միշտ կլինի իրականում մեր զրույցների ընթացքում սեղանին։ Լենա, ես շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ է, բայց միևնույն ժամանակ գիտեք, ես ինչ հասկացա, որ դուք միշտ գիտեք, երբ, որտեղ, ինչ կարելի է նվիրել, որպեսզի մարդը իրականում դա իր համար լինի անակնկալ։ Շնորհակալ եմ, Լիլիթ։ Սա հատուկ կարողություն է, որը որ շատ կարևոր է եւ որպես բիզնեսի հիմնադիր եւ առաջին հերթին կնոջ համար։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան, օգտվելով առիթից ես նույնպես ցանկանում եմ շնորհավորել ձեզ եւ բոլոր կանանց միամսյակի կապակցությամբ։ Կնոջ դերը շատ կարեւոր է։ Կինը ստեղծում է, կինը ոգեշնչում է, աջակցում եւ ուժ է տալիս շրջապատին։ Թող որ բոլոր կանայք լինեն երջանիկ, գնահատված։ Շնորհակալ եմ շատ, Լենա։ Սիրելի հետևորդներ, իրականում գիտեք, երբ կնոջ կարողանում է կինը իր շուրջը տեսնել, հա, որսալ, ինչպես ասում են, հաճելի, գեղեցիկ, լուսավոր պահերը, կարողանում է իր ներսում ինչ-որ բան փոխել ու հետո աշխարհն ավելի լավը դարձնել։ Ես միշտ կարևորում եմ, ինձ համար միշտ հաճելի է, երբ մենք հնարավորություն ենք ունենում զրուցել այնպիսի կանանց հետ, ովքեր կարողանում են, գիտեք, իրենց գաղափարով, տեսակով, հանդարտ, առանց բարձր բառերի, բայց շատ բան փոխել։ Կարողանում են իրենց շրջապատող մարդկանց մեջ հույս ավելի արթնացնել, որ իսկապես ամեն ինչ հնարավոր է, եւ կարողանում են կողքի անընդհատ եղած բաները քննարկելուց առաջ մեծ գաղափարներ հղանալ, ավելի շատ միտքը, ինչպես ասում են, դեպի ստեղծագործականություն ուղղել։ Մենք այսօր այդպիսի հրաշալի, շատ պրոֆեսիոնալ ու շատ տարբերվող կնոջ հետ էինք խոսում։ Ամեն անգամ, երբ մենք հնարավորություն ենք ունենում երիտասարդ ու պրոֆեսիոնալ այսպիսի
կանանց հանդիպել, ես հասկանում եմ, որ այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է, կանանց համար ամեն ինչ հաղթահարելի է եւ որ իսկապես կանայք եթե ուզեն այնպես կանեն, որպեսզի երկրագունդը իր առանցքի շուրջ հակառակ պտտվի։ Laser Pro ընկերության հիմնադիր տնօրեն Լենա Բաբայանի հետ էինք զրուցում։ 11 տարի է Laser Pro-ն գործում է Հայաստանի Հանրապետությունում, մեր երրորդ քաղաքում Վանաձորում, բայց Laser Pro-ի արտադրանքը հետաքրքիր շատ պրոֆեսիոնալ ու բազմազան տեսականին աշխարհով մեկ է, ոչ միայն Հայաստանում։ Եվ հիմա ես կարծում եմ, որ շատ հարմար ժամանակ է։ Հիմա միամսյակի շրջանում ենք, դեռ ապրիլի 7-ը առջևում է նվերների համար, դուք կարող եք ուղղակի այցելել էջը, որովհետև այստեղի տեսականին միշտ կկարողանա հիացնել ու զարմացնել նրան, ում նվիրում եք։ Բացի այդ տոներն, ինչպես ասում են, առջևում են։ Դրանից հետո արդեն դպրոցական, վերջին զանգի արարողությունն է, որտեղ նույնպես մտածողության առումով եզակի նվերներ կարող եք գտնել կամ համապատասխան աքսեսուարներ, երեխաների հետ կապված։ Երեխաների հետ կապված տեսականին Laser Pro ընկերության բացառապես մտահղացումները հենց Լենա Բաբայանինն են եւ այստեղ շատ անհատական բաներ կան, որոնք իսկապես հրաշալի հիշողություններ կարող են լինել ձեզ համար, ձեր երեխաների հետ կապված։ Իսկ հետո արդեն ձեր երեխաների համար իրենց մանկության հետ կապված։ Յուրաքանչյուր առիթի դեպքում այստեղ հետաքրքիր ինչ-որ բան կկարողանաք գտնել, իսկ ինչ վերաբերում է հունիսի 1-ին, դե այստեղ արդեն ամեն ինչ պարզ է։ Մի խոսքով, մի քանի կարևոր բան, տեղեկատվությունը այսօր դուք ունեք, հրաշալի պրոֆեսիոնալ նոր գաղափարներ ունեցող կնոջ հետ զրույցից այդ մոտիվացիան ունեք, ինձ մնում է ասել, որ աշխարհում իսկապես կանայք կան, որոնք կարող են այս աշխարհն ավելի լավը դարձնել, եւ եթե մենք ավելի շատ հնարավորություն ունենանք նրանց հետ զրուցել ու նրանց լսել, կհասկանանք, որ անհաղթահարելի որևէ բան այս աշխարհում չկա։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։